Այս եկեղեցու մասին պատմական տեղեկությունները բացակայում են։ Թվում է, թե ժամանակը ջնջել է մարդկային հիշողությունները, իսկ եկեղեցու ծնունդը մնացել է ստվերի մեջ։ Բայց քարը հիշում է։ Եկեղեցու արևմտյան ճակատին մուտքի բարավորի վրա, որպես քարի մեջ խրված մի աղոթք, դարերի խորքից հնչող ձայն պահպանվել է շինարարական արձանագրություն։ Ի հայրապետության տեր Հակոբոսայի և իշխանության վախթանգա որդու Հասանա, ես, Հովանես, ու Սերոբ, ու Սարգիս, ու Գրիգոր որդիք հարբածայրա, շինեցանք ըստ Աստվածածինս իմեր հայրենիցս, հիշատակ հոգոց մերոց։ Աղաչեմ վասնыз մեզ, ըզ մեր ծնողքն աղոթով հիշեցեք։ Արձանագրության լուր տողերի մեջ թաքնված է ժամանակի անտեսանելի սահմանը։ Արձանագրության մեջ հիշատակվող ներքին Խաչենի իշխան Հասանի որդի Վախթանգը մահացել է 1214 թվականին։ Այս հանգամանքը ենթադրել է տալիս, որ եկեղեցու կառուցումը տեղի է ունեցել 12-րդ դարի վերջից մինչև 1214 թվականն ընկած ժամանակահատվածում։ Ու թեև շինարարական արձանագրության մեջ եկեղեցին անվանակոչված է Սուրբ Աստվածածին, բայց այն առավել հայտնի է Սուրբ Ամենափրկիչ անունով։ Այս ինքնատիպ ճարտարապետական ուշագրավ հորինվածքով հուշարձանը գտնվում է Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղից շուրջ 900 մետր հյուսիս-արևմուտք, Տրտուգետի աջափին մի գեղատեսիլ լեռնահովտում։ Այն փոքր չափերի խաչաձև հատակագծով կենտրոնագմբեթ կառույց է, որի խաչաթևերը արտաքուստ հստակ ընդգծված են։ Նրա շեշտված խաչաթևերը թե դրսից, թե ներսից ուղղանկյունաձև են, միայն արևելյան թևը, խորանը, կիսակլոր ձև ունի։ Խաչաթևերի կամարների միացման անկյունների հարդարանքը աղերս ունի ավելի վաղ շրջանի հուշարձանների հետ։ Թե այս և թե այն հանգամանքը, որ երկաստիճան պատվանդանը ավելի հին է, քան նրա վրա բարձրացող եկեղեցին, թույլ է տալիս ենթադրել, որ այն կառուցվել է հնի վրա։ Մի ավանդազրույց կա, որ Պողոսագոմեր գյուղում ժամանակին մի մեծ փոս է եղել, որտեղ թշնամիների հարձակումների ժամանակ թաքնվում էին կանայք ու երեխաները և փրկվում։ Հետագայում, երբ խաղաղություն է տիրում, ժողովուրդը ամենքին փրկող այդ փոսի տեղում եկեղեցի է կառուցում, այն անվանելով Ամենափրկիչ, գրել է Արմեն Սարգսյանն իր Արցախի բանահյուսությունը գրքում։ Եկեղեցու մուտքը գտնվում է արևմտյան կողմում, իսկ սրահը լուսավորվել է 8 լուսամուտներով, որոնցից 4-ը բացված են կենտրոնական աբսիդում և 3 խաչաթևերի միջնամասերում, իսկ մնացած 4-ը տեղադրված են գմբեթի բոլորաձև թմբուկի վրա։ Առավել լավ պահպանված է արևելյան լուսամուտը։ Կառուցված է կրաքարի փոքր ու միջին չափերի սրբատաշ ու կոպտատաշ քարերով։ Սրբատաշ են եկեղեցու անկյունակարերը, լուսամուտները։ Գմբեթը կառուցված է կոպտատաշ փոքր քարերով, ցավոք վեղարը չի պահպանվել։ Եկեղեցու պատերը ներքուստ պատված են սվաղով։ Արևմտյան ճակատին հարավային կողմում ագուցված է գեղաքանդակ նվիրատվական մի խաչքար։ Ամենափրկիչ եկեղեցու շուրջ տարածվում է Պողոսագոմերի հին ու նոր գերեզմանոցը։ Հին հատվածում պահպանվել են 12-ից 13-րդ դարերի խաչքարեր, դրանց բեկորներ։ Հատկապես ուշագրավ է վիմագիր գեղաքանդակ խաչքարը, որը թիկունքին ունի հետևյալ արձանագրությունը. Ես մխիթար կանգնեցի ըս խաչս, աղբոր իմ Հասանա, Իջալալին իշխանությամբ, Տեր Վարդանա հայրությամբ, ով կարդեք, հաղոթս հիշեցեք։ Ջալալը կամ Հասան Ջալալ Դոլան իշխել է 1214-ից 1261 թվականներին և խաչքարն էլ վերաբերում է այդ ժամանակներին։ Հարկ է նկատել, որ Պողոսագոմերից մեզ հասած երկու արձանագրություններում որպես տարածքի գերակա հիշվում են հայր և որդի Վախթանգն ու Ջալալը։ Հավանաբար Պողոսագոմերի վանքն ու եկեղեցին հատուկ կարևորություն են ունեցել Ջալալյան իշխանական տան համար։
Չմոռանանք նշել, որ գոյություն ունի վարկած, որ Գանձասարի Հովանես Մկրտիչ եկեղեցու գմբեթին քանդակված մեկենասներից մեկն էլ արձանագրության մեջ հիշատակված Վախթանգն է, իսկ ձեռքին Պողոսագոմերի եկեղեցու մանրակերտը։ Առհասարակ գերեզմանոցները հարուստ տեղեկություններ են հաղորդում ոչ միայն ննջեցյալների, այլև շատ հաճախ տարածքի պատմության վերաբերյալ։ Թերևս դա է պատճառը, որ մեր թշնամին 1921 թվականին Արցախը Ադրբեջանին բռնակցելուց ի վեր վերացնում է հայկական գերեզմանոցները։ Եվ ոչ միայն Արցախի, բռնազավթված բոլոր հայկական տարածքներում ձեռագիրն ու պատկերը նույնն է։ Տապանագրերի թեմատիկան էլ տարբեր է լինում՝ կարոտի, ողբի, խոհափիլիսոփայական, երբեմն նաև հումորով համեմված։ Բալայան Մարտիրոսը ապրում էր Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում։ Ապրեց ընդամենը 60 տարի, ձին հեծնեց ու տեղափոխվեց այլ բնակավայր։ Տապանակարի վրա կարդում ենք. Մարտիրոսն էի Բալայանց, ինքս անուսում, խելքս բնական, աշխարհումս շինեցի արհեստական բոլոր բանած, բայց էլի չմնացի, գնացի, ինչպես սովորությունն էր պապականց։ Գրեց, թողեց, գնաց։ Ժամանակագրորեն իրար հաջորդող գերեզմանոցը ցցում է հայի այս հողի վրա ապրելու անընդմեջությունը։ Իսկ գերեզմանոցի մուտքի հենց սկզբնամասում Արցախում հայ կյանքի հարատևության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիներն են ննջում։ Համոզված եմ վստահ, որ այդ հողից հային պոկելը բացառված է պատմականորեն։ Իսկ մենք վստահ ենք, որ մոտ ապագայում հայի աղոթքը կրկին հնչելու է Պողոսագոմերի ամենափրկիչ եկեղեցում։